Նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երևանում աղոթքի նախաճաշ անունը կրող միջոցառում է լինելու։ Կայք է բացվել, որտեղ մասնակցել ցանկացողները գրանցվում են ու ստանում էլեկտրոնային հաղորդագրություն օրակարգի գտնվելու վայրի մասին։ Ով է կազմակերպիչը, ինչ է քննարկվելու այդ հանդիպմանը, որտեղ է լինելու եւ ովքեր են հյուրերը։ Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը գրանցվել ու ստացել է օրակարգը։ Պանելային քննարկումներ են էթիկայի, բիզնեսի, Թրամփի ուղու, արհեստական բանականության, կնոջ, խաղաղության եւ այլ թեմաներով։ Աղոթքի նախաճաշ անունը գրող միջոցառման կազմակերպիչը Մայր Աթոռը չէ, հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Այն կազմակերպում է Իմ քայլը հիմնադրամի կրթվելը նորաձև է ծրագրի ղեկավար Ստեփան Սարգսյանը։ Միջոցառումն ունի մասնավոր հրավիրյալներ, որոնց մասնակցությունը ի տարբերություն գրանցվածների անվճար է։ Դա ունի շատ որոշակի հստակ քաղաքական նպատակ եւ ընդհանրապես նպատակը, այսպես ասած, լայն լսարան հավաքագրել բերելը չի եղել, այլ ընտրյալ մարդկանց բերել, նստացնել որոշակի նպատակով բերել Երևան, գումար ծախսել, նրանց բերել Երևան, հիմա հիմնականում որոշ նպատակ իրականացնելու համար։ Կազմակերպիչ կոմիտեի կազմում ներառված է նաև Փրկենք հալածվող քրիստոնյաների նախաձեռնության անդամ Դենիս Դեդե Լաուգեսենը։ Նա նահանգներում ակտիվ խոսում էր Արցախի մշակութային ժառանգության պահպանման, բռնի տեղահանվածների խախտված իրավունքների մասին։ Ըստ Ռոբերտ Մարգարյանի, կազմակերպությանը ներառելով այդ միջոցառման մեջ ցանկություն ունեն բացասական ազդել Դեդե Լաուգեսենի հայամետ գործունեությանը։ Հայդատի ամերիկյան հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանն էլ կարծում է, աղոթքի նախաճաշ անունը կրող միջոցառումը Փաշինյանն է հրավիրում։ Երևանի Մարիոթ հյուրանոցից, որտեղ անցկացվելու է Փաշինյանի աղոթքի նախաճաշը, մինչև Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն, այն վայրը, որտեղ Փաշինյանը անարդարացիորեն փակել է հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին, քահանա ծառայողներին եւ սարկավակներին 4 րոպե է մեքենայով, 18 րոպե քայլելով։ Միջազգային կրոնական առաջնորդները, հատկապես քրիստոնյաները, սուրբ գրքով կոչված են հոգևոր այցեր կատարել այս բանտարկված հոգևորականներին։ Աղոթքի նախաճաշ անունը ստացած միջոցառումն առաջին օրն անցկացվելու է ազգային պատկերասրահում, երկրորդ օրը շաբաթ Մարիոթ հյուրանոցում։ Շաբաթ նախատեսված է նաև այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ թանգարան։ Ռոբերտ Մարգարյանը կարծում է, այդ միջոցառմանը մասնակցելու են կարգալույծ եղած հոգևորականներ։ Եվ եթե այդ այցի ժամանակ Մայր Աթոռը նրանց մուտքը թույլ չտա, միջազգային ՀԿ-ների հյուրերի մոտ սխալ տպավորություն կստեղծվի։ Փորձեցինք խոսել կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի հետ, հասկանալու մասնակցելու է միջոցառմանը։ Մեր զանգերը անպատասխան մնացին։ Աղոթքի նախաճաշ անունը ստացած միջոցառմանն անդրադարձել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նրա խոսքով այս միջոցառումը Փաշինյանի հեղինակությունը մաքրելու համար է արվում։ Մարդ, որը հայտարարել է, որ պատրաստվում է հեռացնել եկեղեցու առաջնորդին, եւ հիմա այդ մարդուն Երևանում ողջունում են ամերիկացի քրիստոնյաները, այն մարդուն, որը հոգևորականներին անվանում է պոռնիկներ, մարդուն, որն այնպիսի բառապաշար է օգտագործում, ես իմ այս տարիքում երբևէ չեմ լսել, որ երկրի ղեկավարը եկեղեցու առաջնորդների մասին խոսելիս նման բառապաշար օգտագործի, եւ այնուամենայնիվ այդ աղոթքի նախաճաշը նախատեսվում է անցկացնել։ Ես այն անվանում եմ հեղինակության մաքրման նախաճաշ։ Մեզ հաջողվեց պարզել միայն, որ միջոցառման կազմակերպման գործում Մայր Աթոռը որևէ ազդեցություն չունի։ Իսկ ինչ տեղեկություն ունի Մայր Աթոռն այս միջոցառման մասին, մասնակցելու է թե ոչ, ինչ մոտեցում ունի։ Հարցերի պատասխանները Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց կտա վաղը։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։